Ողջույն սիրելիներ, ահա եւ դեկտեմբերի 31-ն է, օրը հասնում է իր ավարտին, իր տրամաբանական ավարտին եւ տարին է հասնում իր ավարտին։ Յուրաքանչյուր մեկս առիթ ունեցանք տարվա ընթացքում տարբեր եղանակներով արտահայտել մեր պատրաստակամությունը թե աշխատանքի մեջ, թե մեր կյանքի մեջ, արտահայտել մեր հավատքն սերը մեկը մյուսի նկատմամբ եւ մեր հայրենիքի եւ մեր եկեղեցու նկատմամբ։ Անշուշտ այդ ամեն ինչը քիչ էր։ Այո, պետք է որակենք, որ մենք քիչ ենք արտահայտվել, քիչ ենք առիթ ունեցել գործելու որպես քրիստոնյա։ Այնուամենայնիվ տարին ավարտվում է եւ այսօր հաշվետվությունն է, այսօր այն բոլոր խորհերն ու մտածումներ են, որոնք մեզ օգնում են անդրադառնալու, թե որքանով ենք մենք Տիրոջ հետ քայլել։ Եւ այսօր սիրելիներս մաղթում եմ, որ յուրաքանչյուր մեկը տարեմուտի այդ զանգերի ղողանջից առաջ անդրադառնաք ձեր ընթացքին։ Արդյոք Աստծո հետ եղա այնքան, որքան որ ուզեք, անդրադառնաք, որքանով կարողացա Տիրոջը ուրախացնել իմ կյանքով։ Եվ եթե այդ ամեն ինչը չի եղել, ուրեմն թող տարեվերջյան աղոթքը եւ տարեմուտի աղոթքը մեր լինի այն, որ Տեր զորացրու, որ քո ծառան կարողանա հաջորդ տարի քո հետ անցկացնել տանտարը։ Տեր օգնիր, որպեսզի կեղծիքը եւ սուտը ինձանից բացակայեն եւ միայն ճշմարտությունն ու իմաստությունը փոխվի իմ կյանքի մեջ։ Այն ճշմարտությունն ու իմաստությունը, որ պաշտվում է մեր Տեր Հիսուս Քրիստոսով։ Այնպես որ սիրելիներս, աղոթքի շատ գեղեցիկ առիթ է եւ շատ անհրաժեշտ առիթ, որովհետեւ ինչպես ժողովուրդն է ասում, ինչպես սկսեք տարին, այդպես էլ այն կընթանա։ Սկսենք տարին աղոթքով եւ այսօր գիշերը ժամը 12-ին հրավիրում եմ բոլորիդ եկեղեցիներ, որպեսզի գնաք ձեր տարածքում, ձեր թաղի մեջ, ձեզ մոտ եկեղեցիները եւ այնտեղ մասնակից լինեք այդ աղոթքին, այն ընդհանրական աղոթքին, որ ցույց է տալիս նաեւ հայ ժողովրդի միասնականությունը եւ պատրաստակամությունը միասին լինելու, տարին դիմավորելու միասին։ Միաժամանակ սիրելիներս, իմ համեստ քահանայիս աղոթքն է, որպեսզի Տերը շուտապույտ ազատագրում տա մեր բոլոր կերևարվածներին։ Տերը նաև զորացնի եւ առաջնորդի մեր հոգեվոր դասին, հայ եկեղեցուն։ Տերը նաև զորավիգ լինի մեր պետությանը, որպեսզի մենք կարողանանք մեր անկախության, անկախ Հայաստանի այսօրվա իրավիճակի մեջ ճիշտ կողմնորոշվել, ճիշտ շեշտադրումներ անել հաջորդ տարի եւ կարողանանք պահել այն արժեքը, որ Աստվածապարգև է, եւ այդ արժեքն է հայրենիք, եկեղեցի, լեզու, մշակույթ եւ այն ամենը, ինչ որ ինձ պահում է, ձեզ պահում է հայի կեցվածքի եւ հայի ապրումի մեջ։ Ինչ որ է, շնորհավորում եմ բոլորիդ ամանորը, միաժամանակ նաև առիթ ունեմ շնորհավորելու գալիք Սուրբ Ծնունդը եւ մաղթել, որ աղոթքը, սերը, հավատքը եւ հույսը չբացակայի ձեր կյանքից։ Հավատքով մտնենք նոր տարի, հույսով սպասենք Տիրոջ զորակցությանը մեր կյանքի մեջ եւ սիրենք թե միմյանց եւ թե նաև մեր Տեր Աստծուն, որովհետեւ այս է հիմնական պատվիրանը՝ սիրիր Տիրոջը եւ սիրիր քո ընկերոջը։ Բարի եւ ուրախ նոր տարի ձեզ բոլորիդ սիրելիներս։ Շնորհավորում եմ։